Արծվիկ Սարգսյանը ծնունդով Քարինտակից է։ Գյուղի հերոսամարտը նրա կենսագրության միակ հաղթական դրվագը չէ։ Պատիվ է ունեցել Քարինտակի ջոկատի կազմում մասնակցել նաև հարսանիք լեռներում ռազմագործողությանն ու ազատագրել Շուշին։ Երբ որ մեր ճանապարհը, Քարինտակի ճանապարհը արդեն Շոշ գյուղով էր մտնում Քարինտակ, այդ ժամանակ միշտ ցավով էի տանում այն, որ թուրքերը ապրում են Շուշիում, ավերում են Շուշիի սրբավայրերը, Ղազանչեցոց եկեղեցին էին վառել, գմբեթը արդեն վառված վիճակում էր, եւ միշտ հուսով էի, որ կգա մի օր, որ իրոք մենք կտիրենք Շուշիին, քանի որ մեր պայքարը իրոք որ արդար էր եւ այդ լույս օրը կգար։ Երկրորդ տարին է Արծվիկ Սարգսյանը ղեկավարում է քաղաքային համայնքը, ասում է անելիքներ դեռ շատ ունենք, բայց քիչ չէ նաև նախորդ տարիներին կատարվածը։ Շուշիում դեռ ավերակներ կան, ինչն էլ մտահոգում է քաղաքապետին։ Շուշեցին միայն ու միայն հպարտանալ կարող է, որ ինքը ապրում է Շուշի քաղաքում։ Ճիշտ է, այսօրվա դրությամբ ավերակներ կան, որը ազդում է մարդու հոգեկանի վրա, բայց կգա ժամանակ, որ ավելի լուսավոր կլինի, լրիվ սարքված կլինի Շուշին ու գեղեցիկ ու կպահպանի իրեն նախկին գեղեցկությունը։ Վերանորոգվում են ավերակներն ու դրանց կողքին նոր շենքեր կառուցվում։ Շուշին շարունակում է ծաղկել, ասում է Արծվիկ Սարգսյանը։ Քաղաքում լայն թափով շինարարություն է ընթանում։ Շուտով այստեղ է տեղափոխվելու Հայաստանի ազգային agrarային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը։ Գյուղատնտեսներից բացի Շուշին նաև որակյալ արհեստավորներ է թողարկելու։ Քաղաքում արհեստագործական ուսումնարան է գործելու։ Օրինակ agrarային համալսարանի տեղափոխումը մեծ ազդեցություն կունենա բնակչության վրա, որտեղ աշխատատեղեր կբացվեն եւ հուսով ենք, որ կազդի Շուշիի կյանքի վրա։ Ընթացիկ աշխատանքները քաղաքում քիչ չեն, եւ դրանք միայն շինարարության ոլորտում չեն։ Վերջին տարիներին Շուշին համագործակցում է Լոս Անջելեսի եւ Բրուկլե Վալանսի հետ։ Աշխարհի տարբեր մասերից մարդիկ գալիս են, երևի չկա մի հայ, որ չձգտի Շուշի գա, եթե գալիս է Արցախ, անպայման պիտի մտնի Շուշի, անպայման պիտի այցելի մեր սրբավայրերը, եկեղեցիները եւ մարդիկ եղել են, որ ասում են, ինչքան զորավոր է եկեղեցին, մենք մտել, աղոթել ենք ու մեր աղոթքը տեղահասել։ Որ Շուշին մոգական ուժ ունի, նաև քաղաքապետն է հաստատում։ Բերդաքաղաքը շարունակում է մնալ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում, ինչը նաև ենթակառուցվածքների զարգացմանն է նպաստում։ Կարծում է, որ քաղաքի այցեքարտը հարուստ պատմությունն է, հետո նաև Արցախի մայրավանքը, Ղազանչեցոտ Սուրբ Ամենափրկիչը։ Մենք պիտի անպայման ազատագրեինք Շուշին, պիտի ազատագրվեր Շուշին, որպեսզի Շուշիից չռմբակոծվեր Ստեփանակերտը, հարևան համայնքները չռմբակոծվեր, ու այդքանը հաշվի առնելով շատ եմ որ ասում խելացի ծրագիր կազմվեց եւ եկավ պահը, որ ազատագրվեց Շուշին։ Ու դա, որ կարող ենք ասել, նվիրատվություն էր եւ միևնույն ժամանակ Աստծո կողմից մեր հայ ազգին։ Ու դրանից հետո սկսվեց մեր հաղթանակները։ Երեկվա հաղթանակներով հպարտ ու այսօրվա անելիքներով մտահոգ Արծվիկ Սարգսյանն արդեն 21 տարի ապրում է Շուշիում։ Համոզված է, քաղաքը վերադարձնելու է պատմամշակութային կենտրոնի իր փառքը, մոմն էլ հավանաբար լույս ապագայի համար է վառում։ Նարեկ Սահակյան, Հովիկ Առաքելյան, օր